Կգա ցանկացած հաջորդ իշխանություն ու կփոխի սահմանադրությունը, ինչ, էլի այո, այսինքն Ալիևը այդ առումով իրեն կներեք դրել է հիմարի տեղ ու փորձում է տպավորություն ստեղծել, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը բացարձակապես պայմանավորված է Հայաստանի սահմանադրությամբ։ Եղբայր Նիկոլին պարտադրում եք, հիմա Նիկոլը կգնա այդ սահմանադրական փոփոխությունների, ենթադրենք, կփոխի, որ Նիկոլը հավերժ չի, կգա մի հատ հաջորդ իշխանություն կունենա քաղաքական կամ կվերականգնի նույն սահմանադրությունը, այսինքն մենք պետք է հասկանանք, որ այդ տեքստի հանելը, մտցնելը, պահպանելը չի լուծելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը։ Այստեղ արդար լուծում է պետք, պարոն Մնացականյան։ Հիմա կոնկրետ այս կոնֆլիկտի արդյունքում Ադրբեջանին հասել է ամեն ինչ, հայ ժողովրդին ոչինչ։ Մենք պետք է հասկանանք, կամ պետք է համակերպվենք այդ իրավիճակի հետ, կամ հաջորդ սերունդները Մեզ չեմ ասում մտածեն ռևանշի մասին, բայց ի վերջո մի բան հասկանանք։ Ադրբեջանում 94 թվականին մտածում էին այնպես, ոնց որ հիմա մտածում են, չգիտեմ, որոշ սեգմենտներ, բայց իրանց մեջ աճեց մի սերունդ, որ իր առաջ քաղաքական կամք դրեց, փոխեց իր երկրի զարգացման ուղղությունը, փոխեց իր երկրի քաղաքական, ռազմական հաշվեկշիռը, ի վնաս Հայաստանի, աշխատեցին, հասան իրենց նպատակին։ Հիմա այս փուլում մեզ պարտադրվում է հանուն սեփական իշխանության վերարտադրման փակել հնարավոր ու անհնար բոլոր սողանցները հետագայում ուժեղ մրցունակ ներուժ ունեցող պետության ձևավորման։ Ուժեղ Հայաստանը, կենսունակ, ես այլ ենթատեքստ չեմ տեսնում, իսկապես մրցունակ, կենսունակ Հայաստանը կարող է փոխել իր քաղաքական նպատակները։ Եվ դա ցանկացած պետությանը բնորոշ վարքագիծ է։